Բարով ձեզ սիրելի հետևորդներ։ Մեր բոլոր դժբախտությունները, անհաջողությունները, փորձություններն ու տարբեր մոլորությունների մեջ ընկնելը գալիս է մեզանից։ Մեզ սպանում են ոչ թե հանգամանքները, այլ մեր մտքերը։ Ընդհանրապես չարաձգտում եմ մարդուն միշտ պահել անհանգստության և տագնապալից ներքին իրավիճակների մեջ, որովհետև ըստ նրա մարդը այդ վիճակում հեռանում է Աստծուց։ Ինքն իրեն կենտրոնում է իր վրա, սկսում է տառապել, մի փորձությունից մի փորձությունը կամաց կործանվում է մարդը։ Դրա համար պետք չի հավատալ այդպիսի մտքերին։ Հիշեք, իմացեք, այն մտքերը, որոնք ձեզ խռովացնում են, ջղայնացնում են, ինչ-որ մեկին մասին պետք է բամբասեք կամ հայհոյեք կամ չարախոսեք, դրանք չարից են, խաչակնքվեք, աղոթքով հեռու բանեք այդ մտքերը ձեզանից, որ չհիվանդանաք, աշխատեք կարգավորել ձեր մտքերը, որ սկսեք կարգավորել ձեր մտքերը, ձեր մեջի բոլոր անհանգստություններն ու վախերը կանցնեն, միտքը կարգավորվում է աղոթքով, սովորեք աղոթել, դժվար չի, ամեն մարդ կրա ինքն իր ձևով սովորի աղոթել իր բառերով, կան շատ տարբեր կարճ աղոթքներ, Տեր ներիր, Տեր օգնիր, Տեր ճանապարհ ցույց տուր, Տեր լուսավորիր, հիշեք և իմացեք, որ ժամանակվանից, որ կսկսեք կառավարել ձեր մտքերը, այդ ժամանակվանից էլ ձեր կյանքը կսկսի փոխվել դեպի լավը, վստահեք Աստծուն, Աստված միշտ ձեր կողքին կանգնած է, սովորեք աղոթել, որ չտանջվեք, Աստված ձեզ օգնական և պահապան լինի։